Հարգելի մարզասերներ շարունակում են ցուցադրել Հոլանդիայում տեղի ունեցող մարզական նորությունները։ Այսօր կայցելենք Հոլանդիայի ամենաճանաչված մարզական ակումբներից մեկը, որտեղ էլ իր մարզումն է անցկացնում Ռազ Սարգսյանը։ Ռազը մարզվում է նույն ծրագրով, որով էլ մարզվում են աշխարհահռչակ մարզիկներ Բադր Հարի, Թայրոն Սփոնգը եւ ուրիշներ։ Այս մարզադպրոցում նաև շատ հաճախ իր մարզումներն է անցկացնում հայ մարզիկ Գագո Դրագոն։ Այս մարզադպրոցի մարզիչներից են Հայս Նայմանը և Դիկ Ֆրայը, որոնք իրենց երիտասարդ տարիներին նույնպես եղել են աշխարհահռչակ պրոֆեսիոնալ մարզիկներ։ Ռազը մարզվում է 6 մարզիչների կողմից մշակված նախամրցաշարային խտացված ծրագրով, օրական 2-ից 3 մարզումներ, շաբաթական 3 հակամվազ, անհատական 4 տեխնիկական մարզումներ, սպարինգներ, դիմացկունության և արագության վարժություններ, սնունդ օրական 4 անգամ համապատասխան կանոնակարգով, մրցաշարից 2 օր առաջ հանգիստ մարմնի և էներգիայի վերականգնման համար, քաշային կարգի համապատասխան ապահովում և մենամարտ հայի և թուրքի միջև, 2 առաջատար մարզիկների, որոնք դեռևս չեն համտեսել պարտության դառնությունը, որը կցուցադրվի մեր եթերում։ 19-ամյա այս պատանին նմանատիպ մրցումներ անցկացնելով պատրաստվում է վստահ կերպով ներկայացնել եռագույն դրոշը, ներկայացնել Հայաստանի K1 ֆեդերացիան։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ կարևոր մարզման ծրագիր ունեինք, հիանալի անցկացրեցինք այսօրվա մարզումը։ Շատ լավ։ Ինչքան ժամանակ է զբաղվում եք մարզական գործունեությամբ։ 18 տարեկանից սկսել եմ մարզական գործունեությունս և հենց այդ տարիքից էլ հանդես եմ եկել պրոֆեսիոնալ ռինգերում։ Հանց ձեր մարզիկներից է Ռազ Սարգսյանը, ինչքան ժամանակ է Ռազը մարզվում ձեր Հոլանդիա ներքո։ 6 տարի է ինչ Ռազը մարզվում է այս մարզաձևով և արդեն 1 տարի է ինչ իր պրոֆեսիոնալ մարզումների շնորհիվ իրեն ճանաչացրել է տվել Հոլանդիայի լավագույն մարզադպրոցների սաներին։ Շատ լավ, շնորհակալություն, Հանց մի 2 խոսքով կխնդրեի ներկայացնեք Ռազին, թե ինչպիսի մարզիկ է Ռազը և ինչ հաղթանակներ, ինչ հաջողություններ են նրան սպասվում։ Ռազը շատ ագրեսիվ և հզոր տեխնիկայի տիրապետող մարզիկ է, որին սպասվում է շատ մեծ ապագա։ Հույսով ենք, որ Ռազին արդեն ճանաչում են Հայաստանում, հույսով ենք, որ այսուհետ կճանաչեն արդեն նաև ձեզ, որպես Ռազի մարզիչ։ Շնորհակալ ենք այս ամենի համար, ձեզ միասին մաղթենք կանանց ճանապարհ։